Ժամը 21-ն է, Reopen Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականի գլխավոր թողարկումն է։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան։ Ես էլ Դավիթ Սարգսյանը։ Տեսնենք ինչ եղավ այսօր Հայաստանում եւ աշխարհում, փորձենք անտանելի աղմուկից զտել կարևորն ու էականը եւ պատմել ձեզ այսօրվա թողարկմանը դիտեք։ Մեծ պատերազմի 4-րդ օրը Իսրայելը հարձակվել է Իրանի պետական հեռուստատեսության վրա ուղիղ եթերի ժամանակ։ Իրանն ու Իսրայելը փորձում են սպանել միմյանց ղեկավարներին։ Ինչպես է փոքր Իսրայելը հարձակվել մեծ Իրանի վրա եւ արդյոք երկրի չափը ուժի չափանիշ է։ Պատերազմի երկու կողմում էլ հայեր կան, ինչ վիճակում են համայնքները։ Ինչ անել միջուկային աղետի ժամանակ, ողջ մնալու պարզ քայլեր։ Ապարան փոթորկի հետևանքները։ Եվ քասախցիների գերլարված ակցիան բռնություն լրագրողի դեմ ու բերման ենթարկվածներ։ Սկսենք հենց պատերազմից։ Իրանն ու Իսրայելը շարունակում են իրար վրա ռումբեր նետել, զոհերի թիվն աճում է, փլուզված բնակելի տների ու շենքերի քանակը ևս։ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է այնպիսի գործարքի, որը կբացառի միջուկային զենք ստանալը։ Սակայն որևէ բանակցություն անհնար է, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռմբակոծությունները։ Զուգահեռ միջազգային շատ լուրջ քննարկումներ են, բոլորը զանգում են բոլորին։ Այո, եւ շատ հետաքրքիր է, որովհետեւ այս պատերազմը շատ առանձնահատուկ է նրանով, որ կողմերը փորձում են բառի բուն իմաստով սպանել մեկը մյուսի առաջնորդին։ Եվ Իսրայելի վարչապետը եւ Իրանի հոգեոր առաջնորդը այս օրերին բունկերներից գրեթե դուրս չեն գալիս, բայց միմյանց որսը չի դադարում։ Ու այդ ընթացքում ռումբեր են թափվում ոչ միայն ռազմական կամ ռազմավարական թիրախների, այլև քաղաքների ու գյուղերի վրա։ Այսօր իսրայելական հրթիռը խոցել է իրանական պետական հեռուստատեսությունը հենց եթերի ժամանակ։ Այո, հրդեհ է բռնկվել, հեռուստատեսության աշխատողներ են զոհվել, այս պահին նշվում է 18 զոհի մասին, մի խոսքով մի սարսափելի իրավիճակ է։ Հիմա այս արյունալի պատերազմի 4-րդ օրը տեսնենք ինչ է տեղի ունեցել, պատմում է մեր գործընկերը։ Իսրայելական հարվածների 3-րդ օրը Իրանում զոհերի թիվը հասել է 224-ի, վերջին պաշտոնական տվյալով վիրավորների թիվը 1200-ից ավելի է։ Թեհրանում օդային հարվածների են ենթարկվել արտգործնախարարության, հետախուզության եւ ազգային անվտանգության նախարարության շենքերը։ Վիրավորվել են դիվանագետներ։ Այսօր վաղ առավոտյան իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին եւ Հայֆա նավահանգստային քաղաքին։ Իսրայելի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմը երկրում երկարաձգել է եւս 15 օր մինչեւ հունիսի 30-ը։ Թել Ավիվի խիտ բնակեցված թաղամասում մի քանի բնակելի շենքեր ավերվել են հարվածից, վնասվել են նաեւ այն շենքերը, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների դեսպանատանը շատ մոտ։ Իրանի հրթիռային զորքերը նախորդին հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Իրանից Իսրայել արձակվել է շուրջ 150 բալիստիկ հրթիռ եւ 100-ից ավելի դրոն։ Վերջին պաշտոնական տվյալով Իսրայելի կողմից զոհվել է առնվազն 24 մարդ, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Ցախալը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական շրջաններում հրթիռային հենակետերի։ Իրանական մեհրը հայտնել է, որ իրանական կողմի հարվածները թիրախավորել են Իսրայելի Հադերա քաղաքի էլեկտրակայանը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ընտանիքի Կեսարիայում գտնվող նստավայրը։ Հայտնի է, որ եւս երկու իրանցի բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել։ Նեթանյահուն սպառնալիք է միջազգային համակարգի համար։ Պուտինին հեռախոսով ասել է Էրդողանը ու պնդել, որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ նոր պատերազմ։ Թուրքիայի նախագահը կրկին միջազգային խաղաղարարի դեր է փորձում ստանձնել։ Նա խոսել է նաեւ Իրանի նախագահ Փեզեշքյանի հետ։ Էրդողանն ասել է, որ Իսրայելի հարձակումները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են, որոնք ուղղված են ողջ տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշելուն։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն էլ փորձում է սաբոտաժի ենթարկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Ըստ Թուրքիայի նախագահի, Իսրայելը Իրանի վրա հարձակումներով փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Գազայի ցեղասպանությունից։ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի հետ հակամարտության արագավարտի եւ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու գործում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետ զրույցում եւս Էրդողանն ասել է, որ պատրաստ են կանխելու աղետը, որը ամբողջ տարածաշրջանի գլխին է կախված։ Մինչ Իսրայելն ու Իրանը հրթիռային հարվածներ են փոխանակում, 50 րոպե հեռախոսով խոսել են Պուտինն ու Թրամփը։ Ռուսաստանի ղեկավարը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները։ Թրամփը իրավիճակն անվանել է մտահոգիչ։ Գերտերությունների ղեկավարները քննարկել են նաև Ռուսաստանի հնարավոր միջնորդությունը։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։
Այստեղ մի շատ էական հարց կա, որը կարծես չենք էլ նկատում։ Այս պատերազմի արտառոց կողմերից մեկը աշխարհագրությունն է։ Եկեք հիշենք, թե ինչի մասին ենք խոսում քարտեզի վրա։ Իրանի ու Իսրայելի միջև մի քանի այլ երկիր կա ու բավականին մեծ։ Սիրիան, Իրաքը, հարավից նաև Հորդանանը, այս երկրները օդային տարածք ունեն, այսինքն հրթիռները անցնում են օդով, որը տեր ունի ու դրանք ուրիշ երկրներ են, որոնց մասին չենք էլ լսում։ Դավիթ, բայց հետաքրքիր է, Իսրայելն էլ կարծես շատ փոքր է Իրանի համեմատ ու փաստացի ինքն է սկսում, ինքն է հարվածում, Իրանն իր հսկայական բնակչությամբ պատասխանողի դերում է մնում փաստորեն։ Միթե հնարավոր է, որ այսքան փոքր երկիրն այս աստիճան հզոր լինի։ Իսրայելը կկարողանար լինել այն, ինչ կա, եթե չլիներ Միացյալ Նահանգները։ Այո, իրականում շատ հետաքրքիր հարց է, իհարկե ոչ, բայց այստեղ պետք է հիշել միջազգային քաղաքականության ամենափորձված կանոններից մեկը, որը նաև մարդկային շատ պարզ կանոն է, օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում, չի հանձնվում, ջանում է ինչ-որ բան անել, ուժեղանալ, պաշտպանվել, հարձակվել, չգիտեմ, մի բան նախաձեռնել, ի վերջո փոքր երկիր լինելը չի նշանակում թույլ լինել եւ հակառակը, իսկ ով ասաց, որ եթե մեծ ես, ուրեմն անպայման ուժեղ ես, ծավալն ու ուժը տարբեր երևույթներ են եւ այստեղ մենք եւս տեսնում ենք հենց դա։ Այն, որ այս պատերազմը լրջորեն ազդում է միջազգային ամբողջ քաղաքականության վրա, ակնհայտ է քաղաքականությունից նույնիսկ շատ հեռու մարդկանց համար։ Ռուսաստանը, Թուրքիան, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, Չինաստանն ու Հնդկաստանը բոլորը հետևում են։ Իսկ սա իսկապես վերաբերում է բոլորին, մեզ հատկապես։ Այո, քիչ առաջ մեր քաղաքագետների գրառումներին էի հետևում, ընդհանուր առմամբ հետաքրքիր է, որ որոշ մասնագետներ կանխատեսում են եւ Իրանի եւ Իսրայելի տարածաշրջանային կշիռների ամբողջական վերանայում։ Ընդ որում անկախ զարգացումներից Իսրայելին փոքր երկիր դիտարկելն այլևս բացարձական տեղի է։ Տեսնենք, թե ինչ են կանխատեսում մասնագետները, ինչպես կփոխվի աշխարհը, պատմում է մեր գործընկեր Աննա Հարությունյանը։ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Անկարան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Իսրայել-Իրան լարվածության անվերահսկելի սրումը կանխելու համար։ Թուրքիայի ղեկավարի խոսքերը հնչել են այն պահին, երբ տարածաշրջանում ռազմական դիմակայության տարածման ռիսկերը հասել են վտանգավոր շեմի։ Չնայած խաղաղասերի դերին, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի համոզմամբ, Անկարայի իրական քայլերը հաճախ չեն համընկնում հրապարակային հայտարարությունների հետ։ Նրա խոսքով Թուրքիան անկեղծ չէ։ Որքան էլ հագամարտության տեսանկյունից Թուրքիան ցույց է տալիս իր հագաիսրայելական դիրքորոշումը, այդուհանդերձ օժանդակում օգնում է։ Ես կարող եմ ձեզ բազմաթիվ փաստեր բերել, որ Թուրքիայի օդային տարածքը եւս օգտագործվել է Իրանի վրա օդային հարձակումներ ձեռնարկելու համար, այսինքն շատ դեպքերում ուղղակի Ռեջեփ Թայիպ Էրդողանը ընդամենը դեմոնստրացնում է իր հագաիսրայելական դիրքորոշումը, բայց արույտես այլ քաղաքականություն է վարում։ Եվ այդ համատեքստում ես կարծում եմ, որ Թուրքիան անկեղծ չի։ Թուրքիայի ջանքերին զուգահեռ ակտիվացել է նաև Ռուսաստանի դիվանագիտական կորպուսը։ Մոսկվան, որը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացնում Իրանի հետ, պաշտոնապես հանդես է գալիս չեզոք եւ անկողմնակալ դիրքորոշմամբ։ Թեև հրապարակային խոսքում Մոսկվան դատապարտում է Իսրայելի հարձակումը, սակայն դա չի խանգարում Պուտինին փորձել ստանձնելու միջնորդի դերը։ Նա խոսել է իրանցի պաշտոնակից Փեզեշքյանի հետ, ապա զանգահարել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին խաղաղ լուծման ուղիներ գտնելու առաջարկով, սակայն ռազմական բախումները շարունակվում են։ Մի կողմից Պուտինը խոսում է, որ մենք որևիցե մասնակցություն չունենք, բայց այդուհանդերձ ասում է, որ Իսրայելի հետ ցանկացած հագամարտող երկրի հանդեպ մենք կարող ենք կիրառել ռազմական միջամտություն։ Առավել եւս, եթե ինչ-որ բարձրաստիճան ղեկավարի կողմից հնչում է հայտարարություն, որ Միացյալ Նահանգները եւս մասնագիծ են այս կոնֆլիկտին։ Իրանական կողմը բազմիցս է իր ապացույցներով հանդես եկել, որ Միացյալ Նահանգները անմնացորդ չեն, հատկապես ՀՕՊ աջակցության մասով Իսրայելին։ Ըստ միջազգայնագետի, այս դիմակայությունը չի հանգեցնի համաշխարհային հակամարտության վճռորոշ է Իրանի դիրքորոշումը։ Թեհրանը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, բայց ագրեսիայի դադարից հետո։ Այդուհանդերձ, մանավանդ եթե կողմերից մեկը իսկ Իրանը պատրաստ է օր առաջ միջուկային պայմանավորվածություններին հետ վերադառնալ եւ բանակցությունների սեղան նստել, ես կարծում եմ, որ ամեն ինչ դեռևս կորսված չի։ Եվ հասկանալի է, որ Իրանը որքան էլ փորձում է իր պաշտպանական անվտանգային համակարգով ցույց տալ, որ դերևս ունակ է սեփական երկիրը տարածքը ապահովել եւ հարձակումներից զսպել, այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ նրանք պատրաստակամություն ունեն սեղանի շուրջ դիվանագիտական ուղիներով, բոլոր մեխանիզմներով խաղաղության հաստատման ճանապարհին վերադառնալ։
Միջազգայնագետը վստահ է, քանի դեռ Իրանը պատրաստ է վերադառնալ բանակցային դաշտ, գլոբալ պատերազմից խուսափելու հնարավորությունը դեռ մնում է, սակայն տեղեկատվական դաշտում օբյեկտիվության պակասը շարունակում է խոչընդոտել կոնֆլիկտի իրական պատկերի ընկալմանը։ Իրանա-իսրայելական կոնֆլիկտը, որպես այդպեսին իհարկե լուսաբանվում է, մաքսիմալ լուսաբանվում է, բայց այդտեղ չի կարելի խոսել, որ դա անաչառ, անկողմնակալ լուսաբանում է տեղի ունենում եւ ընդհանրապես աշխարհակահաղական կենտրոնները փորձում են այդ օբյեկտիվությունը պահպանեն, անաչառության սկզբունքներից խոսեն։ Այս պայմաններում ըստ Դավիթ Կարապետյանի ամեն քայլ եւ հայտարարություն կարող է վճռորոշ բեկում մտցնել ռազմական բախման մեջ։ Աննա Հարությունյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Թվում է արտառոց, բայց Իսրայելը բացահայտ հայտարարում է, որ ձգտում է հասնել իշխանափոխության Իրանում։ Նեթանյահուն նույնիսկ դիմել է իրանցիներին, կոչ անելով տապալել Իսլամական Հանրապետությունը, բայց միթե նա լսող կունենա Իրանում։ Դա չգիտեմ, բայց որ այս համատեքստում ոմանք նորից հիշել են Իրանի հյուսիսի թյուրքախոս բնակիչներին, իհարկե սպասելի էր։ Որոշ ծայրահեղական ադրբեջանցիներ ամեն անգամ ոգևորվում են, երազում են Իրանի հյուսիսը կտրել ու միացնել Ադրբեջանին։ Ու դրան զուգահեռ ուշագրավ զարգացումներ են լինում։ Այսօր օրինակ Իրանի ու Ադրբեջանի ծովային սահմանի մոտ հայտնվել են իսրայելական անօդաչուներ, որոնք իրանցիները խոցել են։ Ի վերջո, ինչ սպասել, պատմում է մեր խմբագրությունում ադրբեջաներեն իմացող միակ մարդը Դիանա Կարապետյանը։ Իսրայելի եւ Իրանի միջև սրվող հակամարտության ֆոնին փորձագետները կանխատեսում են, որ իրավիճակը կարող է դուրս գալ բացառապես ռազմական գործողությունների հարթությունից եւ ստանալ նոր տարածաշրջանային լարում հրահրող բնույթ։ Հատկապես ուշագրավ է Ադրբեջանի, տարածաշրջանում եւ Իրանի ներսում հնարավոր ակտիվացման սցենարը։ Բաքուն տարիներ շարունակ սերտ հարաբերություններ է կառուցել Իսրայելի հետ, առաջին հերթին ռազմական, հետախուզական եւ տեխնոլոգիական ոլորտներում։ Այս փուլում, երբ Իրանը առավել քան երբևէ կենտրոնացած է արտաքին վտանգների վրա, անդեսանելի չեն մնում այն ազդակները, որոնք վկայում են Ադրբեջանի հավակնությունների ընդլայնման հնարավորության մասին։ Անցնող տասնամյակների ընթացքում Իրանի հյուսիսում այսպես կոչված հարավային Ադրբեջան տարածաշրջանում բազմիցս բարձրաձայնվել են էթնիկ ադրբեջանցիների քաղաքական եւ մշակութային իրավունքների խնդիրները։ Տարբեր աղբյուրների համաձայն այդ տարածաշրջանում ապրում է շուրջ 15-ից 20 միլիոն էթնիկ ադրբեջանցի։ Պաշտոնական Թեհրանը մշտապես զգուշացել է այդ հատվածում անջատողական տրամադրությունների բարձրացումից, մինչդեռ ադրբեջանական պետական ու կիսապաշտոնական շրջանակներում այս խնդիրը երբեմն դիտարկվել է որպես գործիք Իրանի ներսում ազդեցություն ստանալու համար։ Վերջին տարիներին նկատվել են նաև հռետորական շեշտադրումներ Իրանի ադրբեջանախոս քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման չակերտավոր խնդրի շուրջ։ Այս համատեքստում հարց է առաջանում, արդյոք Ադրբեջանը հանդես գալով որպես Իսրայելի ռազմավարական գործընկեր կարող է փորձել օգտագործել Իրանում ստեղծված իրավիճակը երկրի հյուսիսում լարվածություն հրահրելու եւ ներքին բախումներ սանձազերծելու համար։ Եթե Իրանը սպառի ռեսուրսները արտաքին ճակատումի դեմս Իսրայելի, ապա կարող է ժամանակավորապես թույլատրել իր դիրքերը Կովկասում, ինչն առիթ կարող է դառնալ Ադրբեջանի համար վերսկսելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ ճնշումները Հայաստանի վրա։ Իրավիճակի ծայրահեղ զարգացումների դեպքում չեն բացառվում նաև սցենարներ, որոնցում Ադրբեջանը հղում անելով Իրանի ադրբեջանական բնակչության ենթադրյալ ինքնորոշման իրավունքին փորձի ներկայանալ որպես միջազգային աջակցություն ցուցաբերող կողմ, իրականում ներգրավվելով հակամարտության նոր, շատ ավելի վտանգավոր փուլում։ Դիանա Կարապետյան, Reopen Media։ Պատերազմի մեջ են հայտնել նաև հայկական համայնքները եւ Իրանում եւ Իսրայելում։ Տուժածներ չունենք, ամեն դեպքում այդ մասին տեղեկություն չկա, բայց հայերը վնասներ արդեն կրում են։ Իսրայելական հրթիռներից մեկն օրինակ ընկել է Իրանում լույս տեսնող հայկական Ալիք թերթի խմբագրության մոտ ու փշրել ապակիները։ Մենք կապվել ենք պատերազմի պայմաններում հայտնված հայերի հետ, լսել նրանց պատմությունները։ Բացի դրանից խոսել ենք նաև այս պահին Հայաստանում գտնվող իրանցու հետ, որի հարազատները եւս այնտեղ են։ Մեր գործընկեր Դավիթ Կենջոյանը պատերազմի հայկական ու ի վերջո մարդկային կողմի մասին։ Իսրայել-Իրան ռազմական դիմակայության 4-րդ օրը Իրանի հայ համայնքից հայտնում են, որ մեր հայրենակիցների շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, թեև հարվածները արձակվում են հենց նրանց բնակավայրերի հարևանությամբ։ Դեռ ուղղակի հարվածումներ չի եղել հայաբնակ մասերում։ Ունենք հայ զինվորներ, որ տեղեկություն չունենք դեռ, չենք իմանում ինչ վիճակի են, շատ մոտիկ տեղեր են հարվածում։ Այսինքն չպետք է այնտեղ ամասին որ մարդիկ են ապրում հարվածին, բայց կարծես արդեն սկսել են այսօր ճաշին, շատ ուժեղ հարվածումներ ել է, բայց միջև այստեղ հայերը դեռ օքեյ են։
Նախորդին հրթիռային հարվածներից փշրվել էին հայկական Ալիկ օրաթերթի խմբագրության պատուհանների ապակիները։ Պայթյունը որոտացել էր 2 շենքի հեռավորության վրա։ Իսրայելում բնակվող մեր հայրենակիցները հաստատել են, հայ համայնքում զոհեր կամ վիրավորներ չկան։ Իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանն այսօր իր Facebook-յան էջում պնդել է, որ հայերի շրջանում տուժածներ չեն գրանցվել։ Իրանցի ամինը 2 օր առաջ պետք է վերադառնար Թեհրան, սակայն կոնֆլիկտի պատճառով չի կարողացել։ Այժմ գտնվում է Հայաստանում եւ իր կարծիքով դեռ առնվազն 1 ամիս կտևի լարվածությունը։ Հաստատ մի ամիսը կլինի տենց նույն վիճակը, կարող ավելի վատ է լինի։ Իմ քաղաքը Թեհրանն է, Թեհրանից սաղ մարդիկ դուրս են գալու, այդտեղ չեն լինելու հաստատ, որովհետեւ ոսոր ասացի ավելի վատ կլինի վիճակը Թեհրանի համար։ Երուսաղեմում էլ Հայաստանից մեկնած 17 հոգանոց զբոսաշրջիկների խումբ է մնացել։ Նրանցից մեկը Բելգիայի քաղաքացի է, ազգությամբ հայ։ Թե Իսրայելում եւ թե Իրանում կան կապի հետ խնդիրներ։ Իրանցի ամինը նշեց, որ դժվարությամբ է կարողացել կապ հաստատել ընտանիքի հետ։ Կապը չէ, այդքան հեշտ չի։ Նենց որ նորմալ զանգեմ իրանց հետ խոսամ, բայց նենց ինտերնետով տենց այդքան հեշտ կապ չկա։ Ամինի տեղեկություններով իսրայելական հարվածները հաստվում են հիմնականում մեծ քաղաքներին։ Ամեն քաղաքի մեջ հիմա նենց պատերազմ չի, մեծ քաղաքներն են խփում, այդտեղ ավելի վատ վիճակ է։ Մենք շարունակում ենք հակամարտող պետություններում հայ համայնքի հետ կապ հաստատելու փորձերը, տեղեկանալու իրավիճակի եւ նրանց անվտանգության մասին։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Չմոռանանք, որ պատերազմի առանցքում Իրանի միջուկային ծրագիրն է, որ Իսրայելը հարվածել է միջուկային օբյեկտների։ Այս մասով դեռ մեծ աղետ չի եղել, փառք Աստծո, բայց ամեն ինչ հնարավոր է։ Դրա համար էլ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է պետք անել միջուկային աղետի ժամանակ, ինչպես պաշտպանվել, ում դիմել, ինչպես ողջ ու առողջ մնալի վերջո։ Պատմում է մեր գործընկեր Անի Հովանեսյանը։ Եթե Իրան-Իսրայել բախումը սրվի, աշխարհը կարող է կանգնել նոր ու անկանխատեսելի միջուկային պատերազմի վտանգի առաջ։ Կանխատեսում են հեղինակավոր The Guardian-ի ու Al Jazeera-ի վերլուծաբանները։ Միջուկային զենքի ստեղծման պատմությունը սկսվում է 1938 թվականից, երբ հայտնաբերվեց ուրանի միջուկի տրոհման գործընթացը։ 1945 թվականի ամառը աշխարհը ընդմիշտ փոխեց։ Հուլիսին Նյու Մեքսիկոյում իրականացվեց առաջին փորձարկումը Trinity անունով։ Երբ Հիրոսիմայում պայթեց մարդկության առաջին ստեղծած ատոմային ռումբը, սկսվեց մի դարաշրջան, որտեղ գիտությունը մարդկային անվտանգության հույսից վերածվեց զանգվածային ոչնչացման սպառնալիքի։ Ճապոնիան 200,000 զոհ տվեց։ 1968 թվականին ստորագրվեց միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։ Այն ստորագրած գերտերությունների ցանկում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը։ Պայմանագիրը հիմք դրեց նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ Հնդկաստան, Իսրայել, Պակիստան եւ Հարավային Սուդան այս երկրները երբեք չեն ստորագրել պայմանագիրը։ Հնդկաստանն ու Պակիստանը հրապարակայնորեն հայտարարել են իրենց միջուկային ծրագրերի մասին, իսկ Իսրայելը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է միջուկային զենք ունենալու կասկածները։ Որն է այսօրվա աշխարհում միջուկային զենքի դերը, ինչպես է դա ազդում Հայաստանի նման փոքր պետությունների վրա։ Այս հարցերն են քննարկում միջազգային agent Գրիգոր Բալասանյանի հետ։ Իրանն այսօր Սյունիքի հայկական լինելու երաշխավորներից մեկն է։ Եթե այնտեղ իրավիճակը խառնվում է, սա Ադրբեջանի մոտ գայթակղություն է առաջացնելու հարձակվել եւ կտրել Սյունիքը Հայաստանի Հանրապետությունից։ Այն պետությունները, ովքեր այդ միջուկային զենքը ստեղծելու ճանապարհին են, նրանց ամեն ինչ արվում է, որպեսզի նրանց հետ որպեսզի այդ միջուկային զենքը չստեղծվի եւ Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները հենց դրա մասին են վկայում։ Կրկնակի ստանդարտների կիրառում մենք տեսնում, օրինակ Իսրայելը կարող է ունենալ միջուկային զենք, բայց Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Սա արդեն երկակի չափորոշիչներ են, ընդհանուր փիլիսոփայությունը այսօր հստակ բաժանված է միջուկային, այսպես ասած, ակումբը երկու մասի։ Մի մասում Չինաստանն է, Ռուսաստանը եւ այն պետությունները, որոնք ունեն ատոմակայաններ, բայց չունեն միջուկային զենք, մյուս կողմում Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իսրայել, ինչ որտեղ նաև Պակիստան, եթե լինեն խաղի ընդհանուր կանոններ, ես կարծում եմ այսօր իրանական խնդրին մենք ականատես չենք լինի։ Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ միջազգայնագետ Արմեն Մանվելյանը համոզված է, Իրանի միջուկային կայաններում պայթյուն չի լինի։ Իրանը ունի մի քանի հատ միջուկային կայաններ, դրանք խաղաղ ատոմի էներգիա արտադրող կայաններ են, դա հիմնական Բուշերը ատոմակայանն է կառուցած Ռուսաստանի կողմից, որը հարձակման չի ենթարկվում։ Հիմա Իրանի շուրջ այս լարվածությունը ցույց է տալիս, որ արևմուտքը հատկապես Իսրայելը դեմ է, որպեսզի վերջինս ձեռք բերի միջուկային զենք, իսկ ինքը շատ մոտ է դրա ձեռքբերմանը։
Մանվելյանի կարծիքով Իսրայելը կօգտագործի միջուկային զենքը, եթե չկարողանա հասնել իր վերջնական նպատակներին, իսկ սա ռադիացիոն ֆոնի մեծ փոփոխություններ կբերի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ահազանգում է, ուրբաթ օրվա հարձակումից հետո Նաթանզի վառելիքի հարստացման կայանում տեղի ունեցած պայթյունը մեծացնում է ճառագայթային վթարների ռիսկը։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Այս օրերին կաթվածահար է եղել տարածաշրջանի ամբողջ օդը, չվերթների հետաձգումներ ու չեղարկումներ, լավագույն դեպքում մի քանի ժամ երկար թռիչք, քանի որ օդանավերը ստիպված շրջանցում են հսկայական տարածություններ։ Այո, բազմաթիվ հայեր եւս այս օրերին ճամփորդելով աշխարհի տարբեր անկյուններ բախվել են անհարմարությունների։ Դավիթ, ծանոթ չունես, օրինակ, որ Սաուդյան Արաբիայից փորձել է գալ, բայց ուշացել է։ Ունեմ, Սաուդյան Արաբիայից չէ, բայց 3 գիշեր Աբու Դաբիից գիտեմ, որ Երևան հասնելը բավականին բարդացել է, չնայած միակ խնդիրը եղել է ուշ հասնելը, այսինքն ավիաընկերությունները ամեն ինչ կարգավորում են, բայց օդային տարածքների կառավարումը հատկապես այսպիսի արտակարգ պայմաններում մի իսկական ամբողջական գիտություն է։ Այո, մեր գործընկեր Նարինե Ղուկասյանն է հետաքրքրվել, տեսնենք թե ինչ է պատմում այս թեմայի շուրջ։ Իսրայել-Իրան ռազմական դիմակայության պատճառով Զվարթնոց օդանավակայանում անցած օրերին չնախատեսված վայրեջքներ են կատարել Մերձավոր Արևելքից եւ հակառակ ուղղություններով մեկնող օդանավեր։ Հայաստանի քաղաքավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ պահուստային Զվարթնոց օդանավակայան ժամանակավոր վայրեջք են կատարել Մինվոդի Դուբայ, Կապանշարժա եւ Բելգրադ-Դուբայ թռչող ինքնաթիռները։ Հայաստանը 1992 թվականից է անդամակցում քաղաքացիական ավիացիայի միջազգային ICAO կազմակերպությանը, որն ապահովում է թռիչքային եւ ավիացիոն անվտանգության եւ միջազգային քաղաքացիական ավիացիայի զարգացումն ամբողջ աշխարհում։ Այն որոշում է քաղաքացիական ավիացիայի միջազգային չափանիշները եւ համակարգում դրա զարգացումը անվտանգության եւ արդյունավետության բարձրացման համար։ ICAO-ի առաջին հոդվածի համաձայն ամեն պետություն իր օդային տարածքում ունի բաց հարցակ եւ անվիճելի ինքնիշխանություն։ Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր օդային տարածքով թույլ տալ որևէ երկրի օդանավերի թռիչքը կամ արգելել։ Քաղաքավիացիայի փորձագետ Հակոբ Ճաղարյանի դիտարկմամբ Հայաստանի ինքնիշխան օդային տարածքով անարգել թռիչքներ իրականացնելը, մասնավորաբար դեպի Նախիջևան նույնիսկ համաձայնելու պարագայում էլ պետությունն իրավունք ունի որոշակի պայմաններով տալ այդ թույլտվությունը։ Այսինքն կամ հատուկ ստուգումով կամ քո երկրի որևէ օդանավակայանում վայրեջք պարտադրելով եւ ստուգում անցկացնելով, ինչը Հայաստանի բացարձակ եւ անկախտելի իրավունքն է։ Մասնագետը հիշեցրել է, որ հայկական օդանավով նույնիսկ բարեգործական բեռն են իջեցրել Ստամբուլում, ստուգել, հետո նոր բաց թողել։ Ինքնիշխան պետությունը իրավունք ունի իր օդային տարածքով թույլ չտալ այդ թռիչքները։ Ընդ որում ես ձեզ ասեմ, սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, երբ որ Ադրբեջանը ներխուժել էր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, Նախիջևանից Բաքու թռիչք էին կատարում էլի հենց նույն Սյունիքի վրայով։ Թուրքեր ադրբեջանցիք նկարում էին ու TikTok էին ուղարկում ձեռ առնելով հայերն, ասում հայեր ինչա ձեր հետ, ոնց եք ձեզ զգում։ Ավիափորձագետն այս պայմաններում ճիշտ չի համարում ադրբեջանական որևէ օդանավի մուտքը Հայաստանի օդային տարածք, կան միջազգային կարգավորումներ, բայց կա եւ պատերազմական դրություն։ Ճաղարյանը փաստարկում է, Հայաստանի օդանավերը Ադրբեջանի օդային տարածք չեն մտնում։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը վստահաբար չի վարանի որևէ պարագայում կիրառել իրեն հասանելի միջազգային իրավունքը ստիպելու վայրեջք կատարել իր օդային տարածքում հայտնված որևէ օդանավի, ստուգման ու նաեւ քաշքշուկներ ստեղծելու նպատակով։ Իրան-Իսրայել պատերազմի ֆոնին շարունակվում են չեղարկվել դեպի Իրան եւ Իսրայել բոլոր չվերթները։ Մյուս չվերթները, որոնք Իրանի տարածքով էին իրականացվում են այլընտրանքային ճանապարհով։ Նարինե Ղուկասյան, Reopen Media։ Աշխարհում այսօր այլ իրադարձություններ են եղել, մի քանի տարի առաջ սա իհարկե զավեշտ կլիներ, բայց ոչ հիմա։ Պատկերացնում եք, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Դանիայի հետ զորավարժություն անցկացնել Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու համար։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Դոնալդ Թրամփի Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու գաղափարը Մակրոնը որակել է խելագարություն ու հենց Գրենլանդիայից մեկնել Կանադա Թրամփին տեսնելու։ Թրամփն ինքը հրաժարվել է ստորագրել Իրան-Իսրայել հակամարտության մասին մեծ 7-նյակի հայտարարությունը, այլ զարգացումներ էլ կան։ Դիտենք Մերի Դանիելյանի ռեպորտաժը։ Միացյալ Նահանգների նախագահն արդեն Կանադայում է։ Սպիտակ տան մամուլի խոսնակը հաստատել է Դոնալդ Թրամփի հանդիպումների մասին տեղեկությունը։ Թրամփը բանակցություններ է նախատեսում Ուկրաինայի եւ Մեքսիկայի պաշտոնակիցներ Վլադիմիր Զելենսկու եւ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Ըստ Բլումբերգի կանխատեսումների G7-ի առաջնորդները կհրաժարվեն հանդիպումից հետո համատեղ հայտարարությունից ԱՄՆ նախագահի հետ տեսակետների տարբերության պատճառով։
Ֆրանսիայի նախագահը եւս Թրամփին ասելիք ունի մեծ յոթնյակի շրջանակում։ Ֆրանսիան պատրաստ է Դանիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայի անվտանգությունն ամրապնդելու համար, հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Կանադայի ճանապարհին Մակրոնը Դանիայի վարչապետի ուղեկցությամբ կանգ առ արել Գրենլանդիայում եւ արթնացման կոչ ուղղել եվրոպացիներին։ Մակրոնի խոսքով կղզին հայտնվել է գիշատչական նկրտումների թիրախում։ Ֆրանսիայի նախագահը Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու Թրամփի գաղափարը անվանել է խելագարություն եւ խոստացել է այդ հարցը քննարկել Սպիտակ տան ղեկավարի հետ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր ռուսական կողմը Ուկրաինային է փոխանցել ուկրաինացի 1248 զոհված զինծառայողների մարմիններ, ստանալով 51 զոհված ռուսների մարմիններ։ Գերատեսչությունը հայտնել է, որ Ռուսաստանը կատարել է Ստամբուլյան պայմանավորվածությունները եւ ընդհանուր առմամբ փոխանցել 6060 զոհված զինծառայողների մարմիններ։ Նշվում է, որ ռուսական կողմը պատրաստ է Ուկրաինային փոխանցել եւս 2239 զոհվածների մարմիններ։ Իսրայելում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները պետք է լքեն երկիրը մինչև իրավիճակի նորմալացում, հայտարարել է Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը։ Նա հուշել է տարբերակները, որոնք կօգնեն ռուսներին լքել Իսրայելը եւ վերադառնալ հայրենիք։ Ըստ նրա, Էլաթի մոտ գտնվող սահմանային անցակետից օրվա ցանկացած ժամի կարելի է անցնել Եգիպտոս, այնտեղից էլ տուն։ Իրանի եւ Իսրայելի միջև սրվող հակամարտության վերաբերյալ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր ելույթում։ Նա նշել է նաեւ, որ Իսրայելի գործողությունները Գազայում սարսափելի եւ անընդունելի տառապանքներ են պատճառում պաղեստինցիներին։ Գերմանիայից Հնդկաստան մեկնող Lufthansa ինքնաթիռը օդում հետ է շրջվել ռումբի մասին սպառնալիքի պատճառով։ Ինքնաթիռի Հնդկաստանում վայրեջք կատարելը մերժվել է, այն պտույտներ է գործել Բուլղարիայի երկնքում եւ վերադարձել մեկնման օդանավակայան։ 283 ուղևոր գիշերել է տարանցիկ գոտում։ Առավոտյան նրանք նույն չվերթով վերադարձել են Հնդկաստանի Հայդարաբադ քաղաք։ Հետաքննության շահերից ելնելով ոստիկանությունը չի բացահայտում, թե արդյոք ինքնաթիռում կասկածելի որևէ բան հայտնաբերել է։ Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի զբոսաշրջային գոտում գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջ է փլուզվել։ Associated Press-ի փոխանցմամբ զոհվել է առնվազն 2, վիրավորվել 32 մարդ։ Առնվազն 6 մարդ ծանր վիճակում է։ Ողբերգության պահին կամրջի վրա բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել, որոնցից շատերը ընկել են գետը։ Ջուրը շատերին քշել տարել է։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները։ Չինաստանի հարավում գտնվող Շանչժոու գյուղի մոտ հրավառության նյութերի գործարանում վաղ առավոտյան պայթյուն է որոտացել։ Ծխի խիտություն է բարձրացել երկինք։ 9 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 2-ն անհետ կորած են համարվում։ Նրանց որոնումները եւս շարունակվում են։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Անի, մի քիչ մեզ մոտ տեղի ունեցածի մասին խոսենք, թե չէ աշխարհի խնդիրներով տարվել ենք, մոռացել ապարանը, փոթորիկը, կադրերը ուղղակի սարսափելի են, տեսել եք։ Այո։ Իրոք մի քանի մարդ է տուժել, լուրջ վնասներ կան, տասնյակ տներ, շենքեր, խանութներ, դպրոցներ, տեղի ունեցածից բնակիչները եւս զարմացած են, ապշած։ Իդեպ այսօր ներքին գործերի նախարարությունը խորհուրդներ է տվել, թե ինչ անել քամու ժամանակ։ Հիմա կարդամ, ուրեմն խուսափեք բաց տարածություններից, իսկն երբ քամի է, պիտի խուսափես բաց տարածություններից։ Հատկապես բարձր ծառերից զգուշացնում է նախարարությունը, էլեկտրասյուներից պետք է զգուշացնում է նախարարությունը։ Բայց չկարդամ, էլի շատ երկար է։ Լավ։ Մնացածը մեր գործընկեր Սիմոն Հովանիսյանն է պատմում։ Սենց բան կինոներում էլ չեմ տեսել ճիշտ ասած։ Այն տորնադը, որը նայում ենք, դա էլ երևի էսա չէր, ոնց որ հիմա։ Այնինչ տեսան ապարանցիները Կիրակի, ամերիկյան ֆիլմերում էլ չէին տեսել։ Ալագյազից իջած փոթորիկը, ասում են, ոչ աճ, ոչ ձախ, մի գծով սրբել տարել է տեսածը։ Էսի աղետ էր, բայց այնքանով ենք ուրախ, որ մարդկային զոհեր չի եղել։ Մեծ ստոլբայա, շուրիկե բողջի մեջ, ծառն է ջարդե։ Սեդատատը մենակ է ապրում, համբերատար սպասում է, թե երբ են գալու ու իր բակից սյունը տանեն։ Տեսար։ Տեսանք, ոչ միայն սյունն է շուռ տվել, այլև նույն փողոցում մարդկանց տանիքներ է փոթորիկը տարել։ Մենակ կրիշը չի, որ ասես կրիշնա, փետերը չկա ամբողջ, պատուհաները չկա, չգիտենք։ Տասնյակ տներ, ավտոմեքենաներ, խանութներ, շենքերի տանիքներ, 3 ապարանում տեղի ունեցած փոթորկի վնասների նախնական տվյալներն են։ Բնակիչները չեն էլ հիշում, թե վերջին անգամ նման աղետ քաղաքում երբ է եղել, բայց երեկվանից ոչ գազ ունեն, ոչ լույս։ Էնա բերեմ գազը բլաբլաբլա։ Որ տանեմ երեխեքը մի բան սարքել։ Այս բայ դրությամբ ինտենսիվ աշխատումը համ էլեկտրոցանցն է աշխատում, համ գազն է աշխատում, փորձելու ենք այսօր օրվա մեջ երկու խնդիրներ լուծել։ Աջակցությունը երբ ու ինչքան կլինի, դեռ հստակ չէ։ Հիմա առաջին անհրաժեշտության օգնությունն են ցուցաբերում։
Հոսանքալարերն ու ընկած թիթեղները տարածքից հեռացնելով, ընդ որում ոչ միայն փրկարարներն ու համայնքապետարանի աշխատողները, այլև քաղաքի բնակիչները։ Սենց քամի աբարանի այն սկզբից 1828 թվից մինչև հիմի հաստատ չի ելել։ Սենց էլ էր սարում։ Մեր մեծերն ասում են վիշապի քամի, բայց ապարանի մեջն չի ելել։ Եկավ այս շենքերով, մեկ էլ եմ նայում որոց մեջ ինչ ասես կա։ Բնակիչներից մեկի այգում փոթորիկը 15 մետրանոց եղևնիներ է շրջել, տանիքը տարել։ Առավոտից քաղաքում լսվող մուրճի թակոցներից մեկն իր տան տանիքից է։ Արագ-արագ նորոգում են, որ անձրևը տուն չլցվի։ Էս ինչ եք անում։ Կտոր, որ վերևը ասենք այս ջարդած մասերը հագենք ժամանակավոր մինչև ասենք կարանան փոխեն ընդհանուր գրիշ։ Այս եղածը հանել ենք, խփել ենք ընդ գոնե սպատալուկ մատալուկ չփլի, մինչև տենանք ինչ կլինի։ Ինչ որ մի բան կօգնեն թե չէ։ Մի գծով մինչև լուսագյուղ տորնադոյի նմանվող քամին տներ է ավիրել, եկեղեցու պարիսպը շրջել, պատշգամբներ քանդել։ Մարդիկ իրենց տարածքն են կարգի բերում, սպասելով, թե ինչ կորոշի պետությունը։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Երևանում էլ նորություններ կան, քաղաքապետարանում այսօր խոսել են տրանսպորտի մասին, մեծ հավանականությամբ օգոստոսի 1-ից թղթե QR կոդերն այլևս չեն գործի։ Թելսելի մեր գործընկերների հետ հասկացեք, որ ամսվանից սկսած, ամենայն հավանականությամբ երևի օգոստոսի 1-ից սկսած, թղթային տարբերակով այլևս չպետքա գործի QR-ները։ Խնդիրներից մեկը մեր նաև դա է։ Իսկ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանը Տիգրան Ավինյանի QR-ներից օգտագործման դադարեցումը համարում է փաթեթները պարտադրաբար ձեռք բերելու գործիքակազմ, կոչ անելով բոյկոտել եւ ձեռք չբերել փաթեթներ։ Այլ թեմաների մասին այսօր Քասախի բնակիչները աշտարակից Երևան մտնող մայրուղին են փակել ու պահանջել երթուղի վերադարձնել 59 համարյա ավտոբուսը։ 11 անձ է բերման ենթարկվել, այդ թվում անչափահասներ։ Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչների դժգոհության ալիքը բարձրացրել են դեռ ապրիլի 5-ից, երբ Երևանի քաղաքապետարանը դադարեցրել է 25 եւ 59 ավտոբուսների երթուղիները, որոնց ուղևորը 150 դրամ էր։ Նոր երթուղին, որը սպասարկում է մուլտիտրանսպորտը, ունի 200-250 դրամ ուղևորց, ընդգրկում է 7 կիլոմետր մինչև Աչափնյակի ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը 19:39 է, իսկ նախկին երթուղին հասնում էր մինչև Հաղթանակի զբոսայգի։ Ակցիայի ընթացքում ոստիկաններից մեկը հարվածել է 24 News AM-ի լրագրողին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։ Լրագրողի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով ծառայողական քննություն կա։ Ոստիկանն արդեն հեռացվել է ծառայությունից։ Աշխատանքային շաբաթը առանց նոր ֆեյսբուքյան աղմուկոտ գրառման ենք սկսել։ Պետություն եկեղեցի հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ քննարկում է կազմակերպել իրավաբանների եւ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իմ կարծիքով եկեղեցու Հայաստանի առաքելական եկեղեցու նկատմամբ այս աշխատը կեղծ օրակարգ է ընդամենը եւ այդ կեղծ օրակարգը նրա համար է ստեղծված, որպեսզի ուշադրությունը նաեւ շեղել այն կարևորագույն մեր իշխանությանը սպառնացող այն կարևորագույն մարտահրավերներից, որոնք այսօր կան։ Եվ քանի դեռ չենք ավարտել եթերը, անի տեսնենք ինչ կա պատերազմից ամենավերջին նորությունները, այո, ես նկատեցի, որ Դոնալդ Թրամփն է խոսել եւ նորից կրկնել է, ասել է, քանի շուտ է թող Իրանը ստորը, այսինքն համաձայնության գանք եւ այլն, որովհետեւ ընդգծել է, որ Իրանը չի հաղթելու այս պատերազմում։ Հետաքրքիր է։ Նախորդիվ ես կարդացել էի, որ Իրանը պատրաստում է մեծ հարված։ Նորից։ Դե արդեն մի քանի 100 բալիստիկ հրթիռ արձակել են, կարծես։ Մի խոսքով պատերազմը չի ավարտվում, շարունակվում է ցավոք։ Երևի թե այսքանով ավարտենք, գնանք տուն։ Գնանք տուն։ Այսքանը հետևեք մեզ թվային բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ստեստ։